Վենեսուելան ռմբակոծելու ամերիկյան սպառնալիքներից առաջ պարզվում է Թրամփն ու Մադուրոն զրուցել են հեռախոսով։ Այս մասին Վենեսուելայի նախագահն է հայտնում, շեշտելով, որ նոյեմբերի 21-ին տեղի ունեցած հեռախոսազրույցը եղել է շատ սրտանց եւ հարգալից։ Կարող եմ ասել, որ զրույցը հարգալից էր եւ սրտանց։ Ողջունելի է երկխոսությունը, դիվանագիտությունը, որովհետեւ մենք միշտ ձգտել ենք խաղաղության։ Այո, խաղաղությանը, ոչ պատերազմին։ Հենց այս զրույցից հետո մամուլում լուրեր տարածվեցին, որ Միացյալ Նահանգների նախագահը Մադուրոին մեկ շաբաթ է տվել Վենեսուելան լքելու համար եւ իբր Մադուրոն համաձայնել է, պայմանով, որ իրեն ու իր ընտանիքին անվտանգության երաշխիքներ կտան։ Խոսելով հեռախոսազանգի մասին, Մադուրոն մամուլի այս տեղեկությունները ոչ հերքել, ոչ հաստատել է։ Վաշինգտոն-Կարակաս հարաբերությունները լարված են մնում ոչ միայն Կարիբյան ծովում, որտեղ Վաշինգտոնը հարվածեց նավերի, պնդելով, որ դրանցով Վենեսուելայից թմրամիջոցներ էին տեղափոխվում Միացյալ Նահանգներ, անձամբ նախագահ Մադուրոյի թույլտվությամբ։ Հիմա էլ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի օդային տարածքը պետք է փակ լինի։ Թույլատրվում են միայն այն չվերթները, որոնք հայրենիք են տեղափոխում Միացյալ Նահանգներից արտաքսված վենեսուելացիներին։ Այս տարի պաշտոնական տվյալներով չարտերային չվերթներով Վենեսուելա է վերադարձել ավելի քան 14,000 ներգաղթյալ։ Այսօր 266 վենեսուելացի վերադառնում է հայրենիք, նախագահ Նիկոլաս Մադուրոյի ջանքերի շնորհիվ։ Միացյալ Նահանգներ Վենեսուելա լարվածության թուլացում դեռ չեն կանխատեսում փորձագետները։ Դրա համար անհրաժեշտ է, որ Թրամփի վարչակազմը չեղարկի աղմկոտ որոշումը, ըստ որի Մադուրոյի մասին տեղեկատվություն տրամադրողին նրա ձերբակալությունը պահանջող Վաշինգտոնը խոստանում է $50 միլիոն պարգևավճար։ Հայտնի է, թե ով է Վաշինգտոնի նախընտրելի թեկնածուն Վենեսուելայի նախագահի պաշտոնում։ Ընդդիմադիր գործիչ Խուան Գուայդոն, ով մշտապես քննադատում է Մադուրոյին երկրում կոռուպցիայի համար։ Մարիամ Ամերջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։